չի։ Դա համար պետք է կապ ունենաս, հնարավորություն ունենաս, ծանոթություն ունենաս։ Առանց կապի հարց կարաս լուծես դու։ Դուք կարող եք Չինաստանին, Ամերիկային, Ռուսաստանին։ Ես Չինաստանի հետ կոմունիստական կուսակցության մենք համագործակցում ենք արդեն 20 տարի, եթե դու չգիտես ասեմ։ Ռուսաստանի Եդինե Էրասի հետ մենք համագործակցում ենք 20 տարի։ Շատ լավ, բայց խոսքը նրանց նաև համագործակցության մասին է, չէ՞։ Ինչ համագործակցություն։ Կողմերի Չինաստան, Ամերիկա, Ռուսաստան։ Նրանցից հասնում է ամենակ երաշխավորությունը, եթե ես ու Ալիևը պայմանավորում ենք, որ ինչ եղավ անցած լինի, համարենք պետք է չլներ, բայց այսօր մեր սահմանը մերնա կոնը, ով խախտեց պետք է պատվի։ Արիստորանքն կողքի պետություններն էլ իրենց երաշխավորությունը տածեն։ Այո, եթե դուք համաձայն եք, մենք համաձայն ենք, ով խախտեց պատժվել է։ Ես բարդ բան եմ ասում։ Ալիևի հետ պայմանավորվել է, նախաստորագրել է, կարծում եք դա թույլ է, փխրուն է, հա, եւ ամեն րոպե կարող է պատերազմ լինել։ Այսպես ներողություն, դու չես զգում, որ դա փխրուն է, դա ոչ կայուն բան է։ Զգում ես, թե չես զգում։ Դու հայ ես, դու որպես հայ, մայր, կին, դու ոնց ես պատկանում, դա ամուր է, չազնությամբ ասա։ Դու հայ ես, մենք ստեղ ենք ապրում, քու ցեղը ստեղ է ապրում, դա կայուն է, ստաբիլ է, անվտանգություն է։ Խաղաղությունը երաշխավորացա, դու պատկերացնում ես երաշխավոր, խաղաղություն կա թե ոչ։ Ձեզ ինչն է։ Ներողություն, Գայանե ջան։ Ուզում ասել ինչն է կասկածելի ասում ենք ապա։ Լավ, քեզ բրամու հարցը Մակարյան ջան, դու այսօր որպես լրագրող, դու համոզված ես որ կա։ Ինձ ասա, կա ես ապացուցում եմ։ Այդ բոլոր հարցերը մենք էլ ենք տալիս, մեզ էլ է հետաքրքիր։ Մակարյան ջան, ես քեզ եմ տալի, եղբայր ջան, դու էլ ես հայ։ Քեզ ասում եմ, դու համոզված ես որ կա խաղաղություն։ Պատասխանի։ Ինչի՞ մալա, այս պահին կա, Գայանն ասաց, այս պահին կա, վաղը չգիտենք ես իրենց Այդ ցույց չկա, բա ինչ պետք է լինի։ Պետք է թելադրան կա։ Պետք է ինքը պահանջը դնի, պահանջը չկատարես կռիվա լինելու։ Այս խի հողերը հետ չի գնում։ Խի մեր գերիները չեն գալի։ Խի մեր հայրենակիցները չեն գնում իրաց։ Տալիս ենք ես, մեզ էլ է հուզում այդ հարցերը։ Ուզում ես, ուրեմն ոնց որ ես, Վար Մակարյան, ոնց որ ես հնես դու։ Գապ չունի, ինչ հարց ուզում ես դու։ Ծառուկյանի վիճակի պատասխանը ճիշտ կետարկետ ոնց մտածում եմ, ոնց պատկերացնում եմ։ Գայանե ջան, արդեն հարցերը հավատեցի։ Մեր քաղաքապետ պարոն Ավետիսյանը այնպես լինի, որ ձեր ստացած կվեի տարիքը, այո, վերջին հարցը։ Եթե այնպես ստացվի, որ դիմադիր ուժերը չստանան այնպիսի մեծամասնություն, որ իշխանություն կազմեն, իսկ Նիկոլ Փաշինյանը ունենա ձեր ձայների կարիքը, դուք կմիանաք Նիկոլ Փաշինյանին։ Ոչ։ Բացառում եք Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը։ Որտեվ ես Նիկոլ Փաշինյանին հրապարակում, որ բոլորը սպասում էին արդարությանը, սկզբունքին, ես եմ կանգնել իր կողքին, ժողովրդի հետ հրապարակում։ Հիշում եք, թե չեք հիշում։ Ու դրա համար ձեզ քննադատում են, այո, հիշում եք։ Գնացել եմ Մակարյան ջան հրապարակ, Փաշինյանի հետ միասին, ասել եմ, որ ժողովուրդ ջան, այսօր մեզ պետքա փոփոխություն, որ դուք ում եք ձեր ձայնը տալու։ Ասել եմ, հիմա եթե YouTube բացը կա, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, որտեղ դեմքերը հետ երեքն էին, թե Նիկոլ Փաշինյան, բոլորը գոռացել են Նիկոլ Փաշինյան։ Ասեմ ձեր ցավը տանեմ, ինչ է վերջ կանգնում ենք, Նիկոլ Փաշինյանը դնում ենք վարչապետ։ Ասում էր, որ ժողովուրդը դա տուգանելու մատերիալ չի, Ղարաբաղը դա Հայաստանն է ու վերջ, ու ասում էին, որ ինք եկել է հող տալու համար, ասում էր ով տա, ես իմ ինչ վերջը։ Մենք եղանք իրանց հետ գործընկեր, նորմալ, մեր մասով դրեցինք։ Իր ասածները մենք չկատարեցինք, որտեղ դա անընդունելի էր։ Անմիջապես ինչ որ ասում եմ, դու գնա կարդա, կիմանաս Գայանե ջան։ Ու դրեց հրապարակում մեր նախարարին հանեց, ճիշտ է Մակարյան։ Հոկտեմբերի 2-ին է կարծեմ։ Իր ցավն էլ տանեմ հանեց, այսօր մենք պատասխանատու չենք, չէ՞ ղացի համար։ Բայց մի փոխվարչապետ ունեք, որ ձեր քվոտայով էր մհերը։ Փոխվարչապետը դա կուսակցական չի եղել, անկուսակցական, պրոստը գնահատել եմ իր խելքը, իր ամեն ինչը աշխատանքը Հիմա գոհ եք ոնց եք մտածում որ ինքը մնաց շարունակեց մնալ Դե մանր շարունակեց մնալ որ վատնել էր վաղուց հանել էին ցավը տամ դա անհրաժեշտ էր քանի որ կուսակցական չէր մնացել Բացառում եք Փաշինյանի հետ որևէ համագործակցություն ընտրություններից Լավ քեզ Գայանե ջան ցավը տանեմ էլի քեզ հարգում եմ քեզ մի հատ հարց տամ մենակ կլնես դու իմ հետ անկեղծ Դե նայած ինչ հարց եք տալիս Բայց դու հայ չես ասում ինչ հարց անկեղծ Ես ինչ հարց պետք է չտամ Նիկոլ Փաշինյանը 8 տարի վարչապետ է Խոսքերա տվե ասելա ինչ անելու Մինչև այսօր կա իր ասածներից մեկ արած լինի Ինձ ասա քու ճակատը պաչեմ գնամ արելա Բա որ չարե էլ նորից ձեր եմ տալու որ ինչ անի
մի հարցել ես Միրհան Պողոսյանի հետ համագործակցություն ինչու չստացվեց կներես որտեղ ինքը հայտարարեց որ աջակցում ա ձեզ բայց տպավորություն որ պետք է դաշին կազմի ինքը ցուցակում լինի իրենից մարդիկ լինեն իր կուսակցությունից բայց չեղավ իր ցանկությունն է որ մարդը լիարժեք հայտարարել է իր ցավը տանը բայց ասենք թե հիմա եթե մեջ չեն խոսացել մենք դաշինք չէ թուղթ չենք ստորել ձեր չի շփում չեղեի ձեր եւ Միրհան Պողոսյանի կամ Մոսկվայում ձեր օրինակ ներկայացուցիչներ իր հետ հանդիպեն մենք Մոսկվայում ներկայացուցիչ չունենք մենք ոչ պարոն Մակարյան բայց եթե մարդը ցանկացել է նախընտրել է որ հույսակապել մերկուս ես միայն արդեն չի պայմանավորել Արա չի կա հարց են տալի ընդամենը հերու կա Եղբայր ես ես հարգեցի ու ցավը տանեմ պատասխանեցի անկես մարդկային զրույցեր չէ Հավաքի ես այլ ինֆորմացիոն էի դրա համար հետաքրքիր հարցի պատասխանեցի որտես խոսա ինքը ռուսկի տակ Մոսկվայում կարելի է խոսել կամ ես իմ հերախոս ես չեմ բամ մարդ ուղարկեք ո՞զ լավ է այսինքն դու չես հավատում հավատում եմ բայց այսինքն դժվար չի չէ ձեր ընկերներից մեկի հերոսով խոսել մենք չենք խոսել մենք չենք խոսել եղբայր ջան ոչ մի բան չենք պայմանավորվել հիմնական իմ հետ շատ ասենք թե մարդիկ ովքեր ասենք տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, ակադեմիկներ, դոկտորներ, պրոֆեսորներ, տնտեսագետներ, որ հիմնական զգալով որ կարող են կազմակերպել միասնական ու իրենց նպատակը ոչ թե պաշտոնն է, այլ ասում են մեր համար պետությունն է, ոչ թե մանդատն է, այլ արդյունքն է, որ զգում եմ ես ճիշտ ուղղության վրա ենք, որ մարդիկ այսօր պետք է միասնական լինեն, որ այս վիճակից դուրս գան, Մակարյան ջան Էսա հիմնական Ուղղակի հերքում են ասում են չէ՞ դες բան չկա ամեն ինչ լավ է համագործակցելու են դրա համար ես պետք է ինֆորմացիա ունեի որ ոնց որ չի ստացվել Քո ինֆորմացիաները պետք է նորից չստացավ Դուք հաստատեցիք հիմա որ Ես ասում եմ ես եթե բան լիներ ոչ չեմ հրաժարվում կասեի ավելի լավ մեծ բանակ ունեն մեծ կոլեկտիվ ունեն բայց իմ հետ էս խոսակցություն չի եղել Պարոն Զարուկյան մի ճշտում եք դուք ինչ եք կարծում իշխանությունը պիտի ինչպես Ռուսաստանի նախագահներ ասել վերջնականապես կողմնորոշվեն ԵԱՏՄ-ի մնալու հետ կապված Հիմա քեզ քանի որ ավելի շատ ինֆորմացիա ունես, քոչապ ոչ մեկը չունի։ Առանց Ռուսաստան չխեմ չափազանցնում։ Քոչապ ինֆորմացիա ունի։ Շատ լավ, պարոն Զարուկյան։ Ով կարանք մենք այսօր ամսական 170-160 միլիոն Ռուսաստանից տրանսֆեր է գալի, ճիշտ է թե ոչ։ Որ մեր ժողովուրդը կարողանա ապրի։ Մեր երկրից միրգ, կոնյակ գինի տարեկան 3 միլիարդի գնման դեր, որ դա փակվեց։ Գյուղատնտեսություն փակվա, գինեգործությունը փակվա, կանագործությունը փակվա։ Դա Եվրոպան չենք կարողանալ ուղարկել։ Աշխատող ուժը մենք ունենք մոտ 5-700 000 հայ, որ գնում է խոպան, աշխատում է իր տունը փողա բերում բայ, որ դրանք չգնացին։ Ինչ ենք անելու, գազը դարավ Եվրոպայի գնին, 600-800 $, ինչ ենք անելու։ Ձեր ցավը տանեմ, մի հատ Եվրոպան եկավ օդի մեջ։ Մակրոնը այսօր կա, վաղը չկա, նա արդեն 7%-անոց մարդ է։ Հիմա Մակրոնի վրա մենք հույս ենք դնում, ինքը իր երկրում 7% չի ընտրվելու։ Մենք հույսը ում վրա ենք դնում։ Իսկ դուք Ռուսաստանի հետ ոնց եք պատկերացնում մեր հարաբերությունները։ Օրինակ ոնց որ Բելարուսն ու Ռուսաստանն են, թե ուրիշ այլ կերպ եք պատկերացնում։ Արդեն հարադ սաղ ժողովուրդը ինձ ասում Ձեզ քննադատում որ Բելարուսին չեք քննադատում։ Ես երբ որ ես հարցեցի Փաշինյանի Զելենսկու մասով, ասում է հեն Ծառուկյանն էլ ձեզ ակնարկեց որ ինչի իր անկերնա Բելարուսի մասով չի ասում որ Ադրբեջանին աջակցել է մի անգամ։ Մի րոպե։ Ինչ հարց է եղել, որ Լուկաշենկոն պատրաստել է Հայաստանի համար։ 100 անգամ ասել եմ, կարակ Անդրանիկին Քոչարյանին հարցրեք, ասել եմ ինչ զենք պետքա տալիս է, հարցրեք, ասել եմ թե չէ, որ չեն դիմել։ Բայց օգնել է Ալիևին։ Ախր ջան, նան էլ օգնել մեզ, ես ասում եմ, ասել եմ, որ Բելային ձերբակալել էին, որ պետք է ուղարկեին Ադրբեջան։ Կես բերան ասել եմ իմ հայնա, խնդրում եմ սխալագործ է, պատժեք թողմնա Բելարուսայում։ Ասա այս հայրեն ենքան եմ հարգում սիրում, հարց չկա, հանլե ասա տար Հայաստան։ Արել է։ Իշխանության ինքը ավելի շատ նժարը կթքի դիպի Հայաստանի կողմը քան Ալիևի, ինչ է կարծում ձեր կապերի շնորհիվ։ Քույր ավարտեմ տղա ջան։ Արեց տվեց փաստաց եմ ասում, չէ։ Գնացի իմ հայրենակցին լրագրողին, որ դու էլ երկու համար էլ էի գալու։ Հայա։ Իմ սիրտը ցավում է, հայի պատիվը իմ պատիվն է։ Գնացել եմ ու սա մանթովիճակ բերել եմ, ճիշտ է թե ոչ։ Հիմա նույնը, որ դու այսօր ասում ես բանը Լուկաշենկոն, ամբողջ այն համայնքը Բելարուսիայում, որ ցանկանում էր եկեղեցի կառուցել։ Կես բերան, քաղաք ասել եմ ասլա հայրի ցավը տանեմ, հեկտարով տվել է կենտրոնում, քաղաքի կենտրոնում։
Նա հայրին սիրում է, հայրի համար կանգնած է, ասում եմ Քոչարյան ադանք ասա կարանք զենք վերենք, ասում եմ թուղթը գրեք, ինչ ուզեք։ Ցավը տանեմ չի կարելի։ Այսօր Իդեպ ասում է որ ձեր որդուն էլ այնտեղ ինքն է այսպես նաև իր հովանու ներքո է մնում ինքը տեղակել չի, որ իմ տղան այնտեղ է, տղայիս հարցը մի անգամ նորից ասեմ, բարձաբանեմ հանրությունը իմանա, որ ասում են կրակել է տղաս, տենց բան գոյություն չունի։ Ով որ կրակել է, զենքը տարի հանձնել է, 3 փամփուշտ պակած, ասել է որ կենթաներ մուտ դուրս եկե, որ օդ է կրակել, վրանց վրա չհարցակվեր։ Տվածա ցույցում են գտե։ Տղայիս հետ եղել են 5 հոգի, որ 5-ն էլ այսօր դուրս են, բաց թողած են։ Բա ինքը ինչի չի գալիս, ի՞նչ է խնդիրը։ Ուզում եք ինձ ցավացնեն, եղբայրան, գան որ ասենք Ծառուկյան, սենց պետք է լիսենս լինի, որ գան նստել, ես իրենց ասածները չեմ անելու, եղբայրան, ես մարդ եմ, եթե այս տարիքին որտեղ մտնում եմ, սա հավատում են, խոնարհվում են, ասում են քո խոսքը գործ է եղել, ամենակարևորը դա պայլում պահպանեմ։ Շնորհակալություն, վերջացրեցինք։